Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում օրդ լրատվական ծրագրի հիմնական թողարկումն է։ Բարի երեկո։ Կարևոր թեմաները նախ համարոտ։ 2019-ին համահայկական 7-րդ ամառային խաղերն անցկացվելու են Արցախում։ Նախապատրաստական եւ կազմակերպչական աշխատանքների մանրամասները քննարկվել են նախագահի նստավայրում։ Համոզված եմ, որ ոչ միայն ամառային 7-րդ խաղերը, այլ 7-րդ խաղերի ավարտից հետո նաեւ 8-րդ խաղերն էլ ենք որոշելու անցկացնենք Արցախում, եւ դրա համար մենք 7-րդ խաղերի ժամանակ կունենանք բոլոր անհրաժեշտ պայմանները, հատկապես մարզաբազաների հետ կապված։ 100-ից ավելի նոր մեքենա պաշտպանության բանակին, շուրջ 4.5 միլիարդ դրամի չափով դրամական փոխանցումներ։ Վարչապետ Արայք Հարությունյանը ազգային ժողովի պատգամավորներին է ներկայացրել կառավարության օպերատիվ շտաբի հաշվետվությունը։ Արցախը պատրաստակամություն է հայտնել աջակցել բնական աղետից վնասներ կրած շիրակցի հողագործներին։ Նրանց կտրամադրվի հենց Արցախում արտադրված հացահատկի սերմացու։ Տրամադրենք այն նույն սերմացուն, ինչը որ այս տարի ցանել են նաև մեր հողօգտագործողները եւ ինչպես գիտեք, բավականին բարձր բերք են ստացել, մինչեւ 50-60 ցենտներ բերք են ստացել 1 հեկտարից։ Երբ հաճելին դառնում է կրկնակի հաճելի, Ստեփանակերտի վերածննդի հրապարակը, որը մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի սիրելի զբոսավայրն է, ամեն 5 շաբթի վերածվում է բացօթյա համերգասրահի։ Նախաձեռնության հեղինակը մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն է։ Նպատակը ժամանցի հետաքրքիր կազմակերպումն է, ինչպես նաեւ ժողովրդին հայրենասիրական եւ տարբեր հայկական երգերի ուսուցումը։ Հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:20-ի սահմաններում Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ակնայի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդի ներթափանցման փորձը ձախողվել է։ Բացի դիվերսիոն ներթափանցման փորձից հակառակորդը որոշ ուղղություններում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։ Այսօր առավոտյան ադրբեջանական զինուժը հրաձգային զենքից կրակ է բացել նաև Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա, հայտնում է Երկիր-ԵՄ։ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն այդ մասին տեղեկացել է բարեկապահական ծառայությունից նշված հատվածում երթևեկը մոտ 1 ժամով կատարել է շրջանցիկ հարսնաքարով ձգվող ճանապարհով։ Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին եւ երկու կառույցների մի խումբ ներկայացուցիչների։ Նախագահ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ քննարկվել են 2019 թվականին Արցախում տեղի ունենալիք համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպման առնչվող հարցեր։ Նախագահ Սահակյանը կարևորել է համահայկական խաղերի անցկացումն Արցախում, մարզամշակութային կյանքի զարգացման եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման տեսանկյուններից ընդգծելով, որ կարվի հնարավորը խաղերը ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ։ Հանդիպմանը ներկային ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայք Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք։ Համոզված եմ, որ ոչ միայն ամառային 7-րդ խաղերը, այլ 7-րդ խաղերի ավարտից հետո նաև 8-րդ խաղերն էլ ենք որոշելու անցկացնենք Արցախում, եւ դրա համար մենք 7-րդ խաղերի ժամանակ կունենանք բոլոր անհրաժեշտ պայմանները, հատկապես մարզաբազաների հետ կապված, որովհետեւ այսօր մեր մարզաձևերի թիվը 17-ն է, իսկ սա նշանակում է, որ այս ընթացքում մենք առնվազն 8-10 լավ մարզաբազա պիտի կարողանանք պատրաստել Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտում, Հադրութում եւ Մարտունիում։ Պետք է փաստեն, որ շատ պատմական որոշում էր անցկացնելու համառային համահայկական խաղերը հաջորդ Արցախում եւ ոչ միայն Ստեփանակերտում, այլ Արցախում տարբեր շրջաններում, տարբեր քաղաքներում։ Միանշանակ պայմանները կան, բայց նաեւ շատ աշխատանք կա անելու։ Չեմ կարող ասել, որ մենք շատ ժամանակ ունենք, ոչ, բայց բոլոր դեպքերում վստահ եմ, որ կհասցնենք բոլորը իրականացնենք եւ բարձր մակարդակով անցկացնենք։
Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ։ Ինչպես հայտնել է նախագահ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հանրային ծառայությունների եւ տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Հանդիպմանը մասնակցում են ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք։ Ես ընդհանուր առմամբ պարոն նախագահին ներկայացրեցի վերջի 7 տարիներին այս կտրվածքով համատեղ կատարված աշխատանքների մասին եւ նախանշեցի այն ուղղությունները, որոնք մենք գտնում ենք առաջիկա տարում մեր ծրագրերը իրականացնելու նկատառումներից ելնելով, որը մենք վաղը կհրավիրենք համատեղ նիստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կարգավորող մարմինների միջև կհաստատենք այդ ծրագիրը եւ կշարունակենք աշխատել, ինչպես աշխատել ենք նախկինում։ Ապրիլյան պատերազմի առաջին իսկ ժամերից ակտիվ արձագանքեց ողջ հայությունը։ Անկախ բնակության վայրից յուրաքանչյուր հայ փորձում էր օգտակար լինել ընդհանուր գործին։ Ավելի ուշ բացված հաշվեհամարին սկսեցին նաև դրամական փոխանցումներ կատարվել։ Ստացած աջակցությունը տնօրինելու եւ բաշխելու խնդիրը ստանձնել էր կառավարության օպերատիվ շտաբը։ Այսօր ազգային ժողովի նիստերի դահլիճում խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախաձեռնությամբ տեղի ունեցել ԼՂՀ կառավարության օպերատիվ շտաբի գործունեության հաշվետվության ներկայացումը։ Ազգային ժողովում հաշվետվությունը ներկայացրել է օպերատիվ շտաբի ղեկավար վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Կառավարության ղեկավարի խոսքով ստացված ոչ դրամական արժեքները գույքագրվել են կառավարության պահեստներում, բարենային ապրանքները համակարգվել են գյուղհիմնադրամի կառույցների, իսկ իրային օգնությունը ներդրումային հիմնադրամի միջոցով։ Հաշվետվության համաձայն 100-ից ավելի նոր մեքենա է տրամադրվել պաշտպանության նախարարությանը, փրկարար ծառայությանը, շտապօգնության կայաններին եւ պետական կառավարման համակարգերին, հիմնականում շրջանային։ Դրամական փոխանցումները կազմել են 4 միլիարդ 562 միլիոն 175 հազար դրամ։ Հուլիսի 1-ի դրությամբ ստացված գումարի շուրջ 50%-ը ծախսվել է, որից հատկացումներ են կատարվել ինժեներական աշխատանքների իրականացման եւ զորակոչված քաղաքացիների դրամական փոխհատուցման համար։ Կառավարության ղեկավարի խոսքով հաշվետվությունը կներկայացվի նաեւ հասարակական քաղաքական շահագրգիռ շրջանակներին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում այս ուղղություններով համապատասխան հաշվետվություններով հանդես են եկել նաև կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Լևոն Գրիգորյանը եւ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։ Այնուհետև տեղի ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդարանականներն օպերատիվ շտաբի ղեկավարին են ներկայացրել համապատասխան առաջարկներ եւ առաջադրել հարցեր քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակները կարգավորող ենթաօրենսդրական ակտերի, տարհանված բնակչության կարիքների հանդեպ ուշադրության եւ այլ թեմաներով։ Օպերատիվ շտաբի առավել մանրամասն հաշվետվությունն օրերս կներկայացվի կառավարության մամլոյցարայության կողմից։ Հիշեցնենք, որ ապրիլի առաջին օրերին ԼՂՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիային արձագանքելու նպատակով ստեղծվել է կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբ, որը համակարգել է այդ օրերին աշխարհի տարբեր կողմերից Արցախ առաքվող դրամական, նյութական եւ այլ կարգի օգնությունները։ Վարշավայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Արևմտյան պետությունների ղեկավարներից բացի հավաքին մասնակցում են նաև Դաշինքի հետ համագործակցող երկրների ղեկավարները, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները։ Հյուսիսատլանտյան Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ իր խոսքում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Նա կոչ է արել նվազեցնել լարվածությունը, խուսափել բռնություններից հակամարտության գոտում։ ՆԱՏՕ-ի եզրափակիչ հայտարարությունում մենք կանդրադառնանք նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը։ Մեր ուղերձը հետևյալն է. կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը, հասնել հակամարտության խաղաղ կարգավորման։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Դաշինքի գլխավոր քարտուղարը, հավելելով, որ ՆԱՏՕ-ն սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը։ Ըստ Հայաստանի Հանրապետության նախագահի մամլոյցարայության հաղորդագրության, Լեհաստանի Հանրապետություն մեկնած Սերժ Սարգսյանը մասնակցելու է Աղվանստանում հաստատակամ աջակցություն առաքելության ՆԱՏՕ-ի անդամ եւ ոչ անդամ պետությունների եւ
կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում։ Պատվիրակությունների ղեկավարներին գագաթնաժողովի անցկացման վայրում դիմավորել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը եւ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ Հայաստանի Հանրապետության նախագահը երեկոյան Վարշավայում հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ։ Հայտնի է, որ Ադրբեջանի նախագահն արդեն հանդիպել է Վարշավա ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հաղորդելով այդ մասին, ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը հավելում է միայն, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Մինչ այս պահը չի հաղորդվել Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին։ Նշեմ, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Օրլիքը Twitter-յան իր էջում գրել էր, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հնարավորություն է Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության հարցը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ քննարկելու համար։ Ռուս-թուրքական մերձեցումը սպառնալիք չէ Հայաստանի համար, համոզված է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Նա չի կարծում, թե բաժանում է կատարվում Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի միջեւ։ Իհարկե, յուրաքանչյուրը դոմինանտ դեր է փորձում ստանձնել, սակայն Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտությունում տարակարծություններ չկան։ Դեսպանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ միևնույն է, ռազմական գործողությունների կրկնության հավանականությունը մեծ է։ Չեն կարող ինչ-որ հարցեր լուծվեն, հետո ստատուս քվո որոշվի, ասել է Արման Նավասարդյանը։ ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությանը եւ մեր տարածաշրջանի ֆինանսական օգնություն ցուցաբերելու առաջարկին։ Այդ մասին տեղեկացնում են Ամերիկայի հայկական համագումարից։ Կայացված որոշման համաձայն ԱՄՆ Սենատը համաձայնվել է 24 միլիոն 112 հազար ԱՄՆ դոլարի օգնություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը եւ 10 միլիոն 936 հազար ԱՄՆ դոլարի Ադրբեջանին։ Նշվում է, որ այդ գումարները չպետք է ծախսվեն ռազմական ճանապարհներով։ Նախատեսվում է մեկական միլիոն դոլար տրամադրել երկու երկրի արտաքին ռազմական ֆինանսավորման եւ եւս մեկական 600 հազար դոլար երկու երկրի միջազգային ռազմական կրթության վերապատրաստման համար։ Որոշումը կայացնելիս հաշվի առնվել, որ Հայաստանը մեկ շնչին բաժին հասնող ամենաշատ փախստականներ ընդունած եվրոպական 3-րդ երկիրն է։ Բնական աղետներից, հորդառատ անձրևներից եւ կարկուտից զգալի վնասներ են կրել նաեւ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողները։ Այս մասին ամենաթարմ նորությունը Շիրակի մարզից էր։ Կրկին կարկուտ էր տեղացել եւ կրկին ցանքսեր են վնասվել։ Վերջերս Արցախի գյուղատնտեսության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, թե պատրաստ է սերմնացու տրամադրել Շիրակի մարզի այն բնակիչներին, ում հացահատիկի դաշտերը վնասվել են կարկտից եւ անձրևից։ Գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը Շիրակի մարզի կարկուտից վնասներ կրած հացահատիկ մշակողներին աջակցելու նախաձեռնությունը հետևյալ կերպ է հիմնավորում։ Հատկապես ապրիլյան պատերազմի օրերին արցախցիները զգացել ու գնահատել են միասնականության եւ մերձավորի աջակցության արժեքը։ Այսօր էլ հնարավորություն ունենալով բնականաբար արցախցիներն են փորձել օժանդակել բնական աղետից վնասներ կրած շիրակցիներին։ Տեղեկացանք, որ Շիրակի մարզում տեղացած հորդառատ անձրևի եւ կարկուտի հետևանքով տուժել են բազմաթիվ ցանկատարածություններ։ Այդ թվում նաեւ հացահատիկի ցանկատարածություններ, ցորենի, գարու եւ անմիջապես միտք առաջացավ ինչ որ բանով աջակցել, ձեռք մեկնել եւ որոշեցինք ուրեմն մեր կողմից արտադրված, Արցախում արտադրված ուրեմն հացահատիկի սերմացուով աջակցել մեր հայրենակիցներին։ Որոշումը կար, շարունակությունը տեխնիկական կազմակերպչական փուլներ կապվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ գաղափարը կյանքի կոչելու նպատակով։ Այս փուլում խնդիր է դրված ճշտել Շիրակի մարզում կարգտահարված ցանքսերի չափը։ Այս հարցով արդեն դիմել են հայաստանյան գործընկերներին, տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարը։ Անմիջապես կապ հաստատեցինք համապատասխան գերատեսչությունների հետ, ինչպես գյուղատնտեսության նախարարության, տարածքային կառավարման, մարզպետարանի հետ եւ ուրեմն առաջիկայում ճշտվում են վնասի չափերը եւ պայմանավորվել ենք, որ ուրեմն մեզ կտեղեկացնեն, որպեսզի մենք կարողանանք մեր աջակցությունը կազմակերպել։ Վնասված տարածքների չափերն իմանալուց հետո պարզ կլինի, թե աջակցության ինչ ծավալների մասին է խոսքը։ Անկախ ծավալներից սերմացուն Շիրակի հողօգտագործողներին Արցախի գյուղնախարարությունն է հասցնելու հատիկը տեղում հանձնելով տուժած հողօգտագործողներին։ Վնասի չափերը ճշտելուց հետո ուրեմն տվյալ համայնքի հողօգտագործողների ունեցած կամ վնասված հողատարածքի չափով 1 հեկտարի հաշվով համապատասխան քանակի ուրեմն անհրաժեշտ սերմացուն
մենք տեղ կհասցնենք եւ անմիջապես ուրեմն կտրամադրենք տվյալ ուրեմն վնասը կրած հողօգտագործողներին մեր միջոցներով։ Սերմացուն հենց Արցախում արտադրվածն է լինելու, նույն սերմացուն այս տարի նաև արցախցի հողօգտագործողներն են ցանել եւ բերքատվության բավական բարձր ցուցանիշներ ապահովել։ Կտրամադրենք այն նույն սերմացուն, ինչը որ այս տարի ցանել են նաև մեր հողօգտագործողները եւ ինչպես գիտեք, բավականին բարձր բերք են ստացել, մինչեւ 50-60 ցենտներ բերք են ստացել 1 հեկտարից։ Նորայր Հովսեփյան, Աշոտ Գասպարյան, օր։ Ամռան ամիսներին Ստեփանակերտի վերածննդի հրապարակը դառնում է մայրաքաղաքի բնակիչների ու նրանց հյուրերի սիրած զբոսավայրը։ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը որոշել է ել ավելի հաճելի դարձնել այդ հանգիստը։ Ամեն հինգշաբթի երեկոյան այստեղ հեղինակային երգի սիրահարներին իսկական տոն է սպասվում։ Երեխաները խաղերով են զբաղված, ծնող դառնել հանգիստն են վայելում։ Վերածննդի հրապարակը ամռանը զբոսավայրի է վերածվում։ Ահա եւ բացօթյա բեմը, ինչու համերգ չկազմակերպել, թեթև չպարտադրող ամառային երանգներով, իսկ այդպիսին կարող է լինել հեղինակային երգը։ Մշակույթի երիտասարդության հարցերի նախարարությունը ամառային շրջանում կազմակերպում է ժամանցային հետաքրքիր կազմակերպելու միջոցառումներ, դրանց շարքից են նաև այս համերգային ծրագիրը, որի համագործակցում ենք հեղինակային երգերի ակումբի հետ նախատեսում ենք ամեն հինգշաբթի այստեղ համերգ ունենան իրանք եւ կոչ ենք անում հասարակությանը, երիտասարդներին եւ արցախցիներին նաեւ ակտիվ լինել։ Նպատակը ժամանցի հետաքրքիր կազմակերպումն է, ինչպես նաեւ ժողովրդին հայրենասիրական եւ տարբեր հայկական երգերի ուսուցումը։ Այստեղ կհնչեն երաժշտությունը եւ նաեւ կլինի բառերը, ցանկացողները կարող են նաեւ տեքստով վերցնել ու սովորել մեր հայկական երգերը։ Հեղինակային երգի ակումբը իր գործնեության մեկնարկի մասին հայտարարել է հուլիսի 1-ին, իսկ գործնեության սկիզբն էլ ակումբը նշեց մայրաքաղաք Ստեփանակերտի վերածննդի հրապարակում համերգային ծրագրով։ Այսպես դրվեց համերգային նոր ծրագրի սկիզբը, որի ժամանակ հնչում են հեղինակային երգեր։ Բառերը էկրանին են, երաժշտասերները կարող են միանալ երգողներին։ Մեր ակումբը նորացին է։ Վերջապես մեր երիտասարդները հասունացել են, որ կարողանան արդեն ակումբ կոչվեն։ Իրանցից շատերը արդեն ինձ լավ են նվագում։ Ոնց որ ես համարյա բան չունեմ սովորացնելու որպես աշակերտ։ Դրա համար արդեն ակումբ ենք մենք, ու դա երազներից մեկն էր։ Ու ճիշտ ասած, ես երազում եի, որ բարդ ակումբ լինի, բայց հատուկ այդ բառը չենք ասում։ Ակումբի դռները բաց են բոլոր գիտարասերների եւ երաժշտասերների, ինչպես նաեւ ուղակի ջերմ, անկեղծ եւ մտերմիկ հաղորդակցումը գնահատողների համար։ Բոլոր հետաքրքրվածները կարող են միանալ։ Ակումբի անդամների նոր երգերը հնչում են հինգշաբթյան համերգների ժամանակ, այնպես որ երգացանկը միշտ թարմացվում է։ Արդեն կան հեղինակներ, բայց ես ուզում եմ, որ մեր ակումբում լինեն ոչ միայն հեղինակներ, այլ ուղղակի սիրող, այդ ժանրը սիրող մարդիկ, որ սիրում են երգել գիտարով, բոլորը կարողանան միանան մեզ։ Ու ասեմ ձեզ, որ արդեն մարտունուց ունենք մի անդամ, Տիգրանը արտունուց է եկել, այսօր կլսեք իրան։ 4-ը արդեն ստեղծագործում են, իսկ Մարիամիկի հետ ուղիղ մի շաբաթ հետո մեկնում ենք Հուսով Արագաստ 2016 թվականի փառատոնը Սևան։ Համերգային ծրագրում ներգրավել են նաև սկսնակ երգիչներին։ Էլինան մասնակցել է լավագույն ձայն մրցույթին ու 3-րդ տեղն է գրավել։ Ուրախ է, որ իր համար նման հնարավորություն է ստեղծվել։ Ինձ հաճելի է, շատ խոսքեր չունեմ, բայց սիրում եմ երգելը եւ հաճույքով եմ զբաղվում այդ գործով եւ շուտով պատրաստում եմ Սայաթ Նովայի անվան երաժշտական ուսումնարանում այնտեղ սովորել։ Դե իսկ մայրաքաղաքն ու նրա հյուրերը միայն ուրախ են նման հրաշալի նախաձեռնության համար։ Մարինա Մկրտչյան, Աշոտ Գասպարյան, օր։ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի անվտանգության դաշնային ուժերի սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Աղվանստանի 2 քաղաքացիների, որոնք ապօրինի հատել են հայ-թուրքական սահմանը։ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի անվտանգության դաշնային ուժերի սահմանապահ վարչության լրատվական ծառայությունից հայտնել են, որ սահմանամերձ հատվածում աշխատող տեղի բնակիչներից հուլիսի 6-ին տեղեկատվություն է ստացվել, որ Թուրքիայի կողմից անծանոթ անձը դուրս է եկել սահմանային Արաքս գետի ափ։ Մի քանի րոպե անց Արտաշատի սահմանապահ ջոկատ
նկատի խումբը կազմակերպել է գաղտնի հետապնդում։ Օգտագործելով հանգամանքը, որ Արաքսը սակավաջուր է, սահմանախախտը անցել է ջրի միջով եւ փորձել թաքնվել թփերի մեջ։ Հենց այդ պահին սահմանապահները ձերբակալել են նրան։ Մի քանի րոպե անց նկատվել է երկրորդ սահմանախախտը, որը եւս ձերբակալել է սահմանը հատելուց հետո։ Ձերբակալվածների նախնական հետաքննությամբ պարզվել է, որ նրանք Աղվանստանի քաղաքացիներ են եւ մտադրություն են ունեցել Հայաստանի տարածքով անցնել Եվրամիության երկրներ։ Սահմանախախտների մոտ հայտնաբերվել է ուսի-պայուսակ, որում տեղավորված է եղել անձնական իրեր եւ 2 Nokia հեռախոս։ Ձերբակալվածները հանձնվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, որը ստուգում է իրավախախտության իրենց վարկածը։ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վերին Լարսի անցակետը այսօր եւս ժամանակավորապես բացվել է ժամը 5:30-ից մինչև 20-ը։ Երեկոյան ժամերին անվտանգության նկատառումներով այն կրկին կփակվի։ Նշվում է, որ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում։ Միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է, երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է բարեկային ոստիկանության անմիջական վերահսկման եւ կոորդինացման ներքո։ Այսօրվա համար այսքանը։ Բարի եւ խաղաղ գիշեր։ SBS կենցաղային քիմիայի եւ պարֆումերիայի մեծածախ առևտրի խոշոր կենտրոն նախկին RTS-ի տարածքում հանրահայտ ապրանքանիշերով հարստացված տեսականի մեծածախ վաճառք հայաստանյան ներկայացուցիչների գներով անվճար առաքում ԼՂՀ տարածքում աննախադեպ առաջարկ խանութներին եւ առևտրի կետերին ուշադրություն տեղում ապրանքների ընտրության եւ գործարքի ձևակերպման դեպքում պատվիրատուին սպասում է հաճելի անակնկալ SBS ձեր օջախի լավագույն ընկեր։ Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անպամացություն, սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Վարկյանում 2-ից 7, ամպրոպի ժամանակ 20-ից 25 մետր ուժգնությամբ հարավարեմտյան քամի։ Օդի ջերմաստիճանը գիշերը 15-ից 19, ցերեկը 26-ից 30 աստիճան տաքություն։